Մատթեոս 3 գլուխ։ Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը, քարոզում էր և ասում. Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Հիրավի սա է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. Մի ձայն է գոչում անապատում, պատրաստեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ դարձրեք նրա շավիղները։ Հովհաննեսը հագնում էր ուխտի բրդի ցաքուստ և կաշվե գոտի իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը Երուսաղեմից, ողջ Յուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից։ Նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։ Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. Իժերի ծնունդներ, ով ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ Այսուհետև ապաշխարության արժանի ապացույց տվեք, և մի փորձեք ինքներդ ձեզ ասել, մենք իբրև հայր ունենք Աբրահամին։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ Որովհետև կացին նահած ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։ Ես ձեզ մկրտում եմ ջրով, ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հարով։ Նրա քամհարն իր ձեռքում է, կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով։ Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու, բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դու ես ինձ մոտ գալիս։ Հիսուսը պատասխանեց նրան ասելով. Թույլ տուր այժմ, որովհետև Աստծո ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի, և գալիս էր իր վրա։ Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը։